Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը։ Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը եւ հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին։ Իշխանության մտահոգություններն իհարկե հասկանալի են։ Բարդ եւ վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել եւ լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել։ Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն։ Ասել է պատգամավորը, հավելելով, որ սա է իշխանության հռչակած խաղաղության միֆը եւ նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առ ոչինչ է դառնում։ Գյումրու ավագանու ընտրությունների քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները։ Այս մասին ահազանգում է պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը։ Վերջինս իր ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամент հիմնադրամի ճանապարհաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը։ Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները որպես նախընտրական քարոզչական խոստում, ասվում է հայտարարությունում։ Թեհրանը ողջունում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը։ Այս մասին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ կողմերին խրախուսում են հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը, հայտարարեց Արաղչին, շեշտելով սա Իրանի կայուն դիրքորոշումն է։ Նա նաև ընդգծեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում երկխոսության եւ դիվանագիտության միջոցով առանց ուժի կիրառման, նշելով, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագիրը, Արաղչին հույս հայտնեց, որ այն շուտ կստորագրվի։ Իրանի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, դեռևս չկա ըմբռնում, թե որտեղ եւ երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ըստ նրա, պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ եւ երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ եւ երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացին եւ դնել մեր ստորագրությունը, ասել է նա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շատ վատ է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած պահվածքին։ Այս մասին նա ասաց ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Սիմոնյանն ասել է, որ միջադեպի օրը Հայաստանում չի եղել, սակայն զանգահարել է Անդրանիկ Քոչարյանին, խոսել հետը, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է լրագրողից ներողություն խնդրելուն, Ալեն Սիմոնյանն ասաց, թե այդ հարցը պետք է Անդրանիկ Քոչարյանին տալ։ Տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որից հանրությունը եւ լրագրողները դժգոհություն են ունեցել, ես ներողություն եմ խնդրել։ Համարում եմ, որ դրանով էլ ավելի ուժեղացել է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ուժեղանում է, ասաց Սիմոնյանը։ Հիշեցնենք, Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր Հռիփսիմե Ջեբեջյանին, նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է։ Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանրևում է, քանի որ արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքը, ինչպես պարզվեց, անիմաստ էր։
Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է այս ու այն կողմ ընկնել։ Օրինակ, նա մտադիր է Մոսկվա գալ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Փաշինյանի օրոք արտաքին քաղաքականության կայունությունը եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը կասկածելի են թվում։ Սակայն հայ ժողովրդի մեջ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գաղափարը չի մեռնում եւ շարունակում է ապրել, ասել է նա։ Սատուլինի խոսքով Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե բարելավեն կամ վստահելի դառնան։ Փաշինյանը բարեփոխիչ է, որը կոչված է Հայաստանի համար բացել նոր հորիզոններ, որոնք այսօր վերածվել են շատ նեղ միջանցքի եւ նա մանրևում է դրանում։ Ես չեմ ցավում Փաշինյանի համար, ես ցավում եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, հավելել է նա։ Քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Արշակ Սադոյանը գրանցվել է TikTok-ում։ Սադոյանն իր նորաբաց էջում տեսանյութ է հրապարակել, որում նա ողջունել է իր հետևորդներին։ Բարի գալուստի մեջը Փարքասո, տեսնենք նորմալ աշխատում է, թե ոչ, ստուգում գնում է Նիկվանից։ Լավ այսքանը, տեսանյութում ասում է նա։ Սադոյանի հրապարակած առաջին տեսանյութը այս պահի դրությամբ արդեն ավելի քան 60,000 դիտում ունի։ Հայաստանի եւ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանը կսկսեն համագործակցություն կրկնակի հարկումից խուսափելու եւ հարկերից խուսափելու կանխարգելման հետ կապված հարցերում։ Այս մասին մարտի 25-ին ազգային ժողովում համապատասխան համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սույն փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2024 թվականի հունիսի 24-ին։ Համաձայնագիրը կարգավորում է պայմանավորվող կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններում ծագող հարկային խնդիրները, պարզաբանեց Հովհաննիսյանը։ Փաստաթուղթը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ կրկնակի հարկման վերացում, որն իր հերթին կնպաստի փոխադարձ առևտրի եւ ներդրումների վրա բացասական ազդեցության նվազեցմանը, սա իր հերթին, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, կխթանի ձեռնարկատիրական գործունեությունը, ստեղծելով մրցունակ եւ բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար։ Նախատեսվում է նաեւ կանխատեսելի եւ կայուն հարկային համակարգի ձևավորում։ Այսօր մարտի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում Multimagic Mall-ի մոտ բախվել են Nissan Xterra, Acura Ilix, Chevrolet Malibu եւ Lada Maqnishi ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Շամշյանքոմի փոխանցման ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհի 27 կիլոմետրի հատվածում ՈՒԱԶ Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 22-ամյա ԻԿ-ին։ Պարզվել է նաև, որ տեղում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա ՌԱ-ն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում էին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։